5-րդ ալիքը Լույս հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է։ Բարի հանդիպում, սիրելի բարեկամ։ Խոսքը ուժ է, եթե այն խելքավ պիժենումս վսկավ կշռում։ Պլուպուղու խոսքը բոլոր ժամանակներում այդ բանաձևումն ուներ։ Դա էր պատճառը, որ պլուպուղին արցախցու կյանքում միշտ կար, միշտ վերածնվում էր ու դառնում նրա սրտակիցը, սրտախոսը, երբ արցախցու սիրտն արյունոտվում էր։ Նրա անվան հետ կապված բոլոր իրադարձությունների հիմքում Արցախի կյանքի անընդհատությունը պահելն էր։ 1991 թվականին, երբ սկիզբ էր առել արցախյան համահայկական ազատագրական գոյամարտը, Արցախի գրողների միությունը հիմնեց Պլուպուղի երգիծական ամսագիրը։ Հանդեսի հիմնադիր խմբագիրը Վարդան Հակոբյանն էր։ Խմբագրել են նաև Հրաչյա Բեգլարյանը, Դավիթ Միքայելյանը, Կիմ Գաբրելյանը։ Հայոց բեմի վարպետներից մեկը Սոս Սարգսյանը իր ողջույնի խոսքում դիմելով Ղարաբաղցի առակախոսին շեշտում է. «Մեր նեղ ժամանակներն են, ուժ ենք առնելու քո իմաստությունից, քո կենսախինդ խոսքից»։ Իսկ Ոզնի երգիծաթերթի գլխավոր խմբագիր գրող Արամայի Սահակյանը այսպես էր ողջունել. «Հանուն արդար մեր Արցախի, հանուն արդար մեր ծիծաղի, հանուն արդար մեր մայր հողի, հանուն արդար պայքարողի։ Կռվիր, հաղթիր Պլուպուղի, ձեռքից բռնած թթի օղի, քո կենացը Պլուպուղի»։ Հանդեսի հանձնարարական խմբագրականում Պուղին իր նորածնունդը այն ժամանակ մեկնաբանեց այսպես. «Իմ Արցախ, իմ հոգի, իմ սիրտ, իմ ծռություն, իմ իմաստություն, իմ ժողովուրդ»։ Պուղում բերողը ժողովրդի սերն է, կարոտը եւ այն նեղությունը, որի մեջ է Արցախը։ Պուղին պիտի մեռած լինի, որ ձեր նեղ օրին չհասնի։ Պինդ կացեք, եկել եմ։ Պուղին, որ եկավ, էլ Արցախին պարտություն չկա։ Այսօր կրկին Արցախը նեղության մեջ է եւ Պլուպուղու այս կենթանությունը նույն առաքելությունն ունի։ Նեղ օրին լույս ու հույս բերի, վերքերին դարման լինի, ապրելու կամքը նորոգի։ Լսենք Պլուպուղու զրույցը ըստ Վարդան Հակոբյանի։ Սալաբաշներ են թուփակը, բանա են գլող խրած, թվիկներ են տրկ-տրկոց ավը, զուրնա տմբլավը, կյամը մելիքին տոնը։ Խնձոր են ծառեն իրա, յուղունկնեն, գոլուբնեն, թրչիլավ կյամն բիդի քիրսը։ Պուղին տիպեն հալամ տսաշչի։ Ատա հալամ խրեկյար, գամպրնեն էլ գյուման դուսն կյամ, ինգյում էտ ալաբաշներ են հետամ։ Այս շները գունողներ են իրա, հալաստի հեչեշչն։ Ասում ա Պուղի։ Պուղի ամմռած, ես ինչ չրեցեր։ Ու տասնում ա, վեր Պուղին հենա ուրան կողքեն, վեշին պինա խաբարջը։ Ու կտողութունան ծույներ են ակյամ, խայտարակ տրեն։ Պանա են թվինգնեն, գյուլյաթա կնանում գամպրները։ Մի եղոն եք վերը հստրած շատ պեցյուր թչի, ինգյումա գյուլի ռխը։ Մելիք կլոխը կուրցրած, կյամ մաղունուղները ռաչը ու կմկմալապ ասումա։ Պարավուք եկա, կներեք վեր ստիատըրը, ես պուչ Պուղը մնան ինգյալա գյում է մղակը կապ է, ես էլ ուխութունան կլոխս կուրցրալում մնաս ինգյալա ստուգին։ Ուրխութունան թևելն անուն թրչում, ինչ մնաց գլոխը կուրցնել։ Ու տսնալավ Պուղուն օզումա գյապան է։ Դու ինչ կասիս Պուղի։ Պուղուն սրտավը արյունակինում, վերկյամ կասի։ Ու գյուլու նման դուսյակյամ տրնավը։ Շտղքեցեր ձենատան մելիքը։ Կինամ հենդը շորկյամ, տսնամ գլոխը չտեղս կուրցրա, կթենամ պիր։ Լող մին դնում անց,
սկսում են ծիծաղոտելը։ Մելիքը ուզելա վեստեն պպահե ասում է. Բուղին իմ շուլուղ չի սա, վեր շուլուղանում փորատ պրնե վերինգի։ Հա, ըրվամ ավերսոր մտքոն է, դե իչան իսկ կյանքը առան շուլուղի։ Մելիքը գունուղներ են մաշկ ուսատանում, ու ուրան ծարաներ են հրամայում, վեր շներ են լեշերը, տանի ածին ծյորը, ու տղան սկսում է կեպ ուրխոտունը։ Ես պանահը ինքան լակում է, վեր ուրան տինում է խազային ու տեղ, ու սկսում է բուվուրներ են խրատ տալը։ Ղզղանը խրաված են իրա, տաղտեղ չն տինել, դաղուրանավը արկելվում է, բիդի կաղցր նորնը միզիս, դե վեչինչ կամանց սվրլանık, ամենակարևորն է նա, մեր ծերքըտ խոզի մսին նիչկա, թա չէ, Խանն ապրած կենա, թակինյան, թակեղծավորությունով ծոր դեմքա մելիքն է ասում, ու եվիլցնում։ Իմ տանը են օրվաննա խոզի մսը արկելվա, հիբը իմ պարեկամը պանախաննա տըրա, շերա տեմար։ Բուղին օզում չար վեշմինին իրեսը տսնա, կյամա շրշրան են կիրծը, շտղան վեր շներ են ածալն ծյուրը, չասած քրծը շանք կնցկոնձոց հասկանում։ վազանիկն է, վազանիկ, Շոնը մտանում ասկսում բուղուն ձերքվնը լուստալը։ Վազանիկ են աղբերքը, բասարնա զանգին հենինում աշունչ վերնգյաց։ Մտանում են, բուղին շոյում է, շոնն է լուզյատան վերքերը, ըրկոքան էլ եր են կենում։ դուք իմ հավատարիմ ընկերներս եք, դուք շոն չեք, շոնը մելիք շահնազարնա, վեշուշին ծախալա, ինգել մնացածնա ծախում։ Դուզ ես ասում, դու մեր հնգերն ես, մուքերքու, խոսում են շները, բայց մելիք են շոն ասում է, տամեն շան կեպինի կյալիա, բուղին համաձայնվում է, բայց շները օզում չունքյան շենը, օզում չն մելիքին իրեսը տսնամ, կյամուն բիդի սարերը, բիդի քիրսը, բուղին մյուլումշկյուր ետ ատարնում, կեպը հալամ շարունակում ար, բուղին պիցրանում է պանահին կողքը մի բող ճատինի, Էս ինչա, ասում է պանահը, գլող, մելիքն է պանահը սկսում են հրհրալը, բուղը շուլուղներ են վերջ չկա, բա ինչ գլոխա, երևի մելիքին գլողնա, վեր մեզ տսնալան ու խութուն անկորչելա, հա բուղի, բուղին վեշին պեն ասում չի, սպասում է, վեր պանահը ինքը պեցան է բողջան, տալը հավր պեցանում մի ծկլթոն ածկլթամ, էս ինչ տնազար, էս ինչ գարազան, սա արդեն շուլուղ չի, Գունուղնեն եր են կենում, խմած չխմած, անքոն, չեշլի լավ, մելիքին պղտանքը նույն հղծավը ետ ընտրնում։ Մելիք ոզմա ուրան շկրավը տսնա ինչա բողջումը, կյամա տսնա հինչ խոզու կլող, ատմնականդ, ես ինչ սրա, մելիքն ապրած կենա, տսալու վերսորդեն գունուղն է անիս, ասալում կինամ կուրկուտաց ու պիրիմ, էքյուց ուրթանակ շերավ, կցինք օտին։ ամրած, խետ ու գյում չս վեր տրանք խոզու մստան զզվում են։ Բավար խոզի մստան զզվում են, խեին ազում մելիքին գլոխը օտին։ Արդեն տսնմա վեր տնակը վսկրեն ասա, բուղին ուրան ամմն տղ հայտարակա արա։ Մի պենա ոզում մտացե, վեր էտ բուղու նստա զադվե։ Վեչինչ, սորել տմանամ, էքյուց ուրան կլխը գալիքը տսնամ։ Ես կշերը բուղին նյա մտակարավաթը թա չէ, սկսալա ճղճղալ է, իպր իրազում եմ։ Ժղովուրդ, ըշկրնետ պեցրեք, մելիք շահնազարը շուշին ծախում է, ժղովուրդ։ Ես մելիքը լաղ անում, ակուշկեքը կապ է, վեր վեշ մինը սկանավեջ։ Ես կշերը ծանդրա անցկենում, բուղին ամեն վաղ ճղճղամ է ուրան իրազումը։ Մելիքն էլ գլոխը օրրած, թա խմելան, թա անքոնինիլան, երակենում կյան բուղունը ցիլիբիլավ խոսում։ Մելիքն ապրած կենա, էտ վեր լոզուտ կղծրալա մի պեն միական։ Չէ բուղի, են երկվա արածը լավ պեն չար,
երկար եկ մի պենկեր։ Ես նատու քինանը կտանձու։ Բայց պուղին նոր չարմելի քինչինանչու։ Տա սկուպոյ մռնումա։ Վերհալան ինքը ուրան ծիրի հացույած են տամ։ Նախ մտքումը մի բեն կա։ Մտածումա պուղին։ Սիրելիներս, հեքիաթի մեկ այլ դրվագը կներկայացնենք հաջորդ հանդիպմանը։ Պատումի մեջ դուք լսեցիք Արցախի լեռներից մեկի անունը Քիրսը, դեպի ուր թևավորվեցին աղավնիները։ Քիրսն ազատության եւ չհնազանդվելու խորհրդանիշ լեռն է։ Ու նա Արցախում միակը չէ։ Մեր տանան միշտ դրվալ իսալա քիրսը, իմ պապիկս ասել իսալա, տսինչ սալա։ Մեր տանան հրվալ իսալա մռավը։ Պապիկը ասել իսալա, վեր մռավն ու քիրսը աղբերքը։ Այո, Արցախը լեռներով պատնեշված բերդ էր։ Արցախի հարավային սահմանագիծը պահում էր Արցախյան կամ Ղարաբաղյան լեռնաշղթան, որի բարձր գագաթներն են։ Մեծ Քիրսը բարձրությունը 2752 մետր է, 40 աղջիկը բարձրությունը 2828 մետր է եւ դիզափայտը բարձրությունը 2480 մետր է։ Արցախի հյուսիսային սահմանը պաշտպանում է Մռավի լեռնաշղթան, որի բարձր գագաթներն են։ Գոմշասարը, որի բարձրությունը 3724 մետր է, այն Արցախի ամենաբարձր գագաթն է։ Մյուս գագաթը Մռավն է 3419 մետր բարձրությամբ։ Քաշաթաղ եւ Սոտք լեռնաշղթաների միացման վայրում բարձրանում էին Ռմբասար գագաթը 3373 մետր բարձրությամբ, Սպիտակ քարը 3300 մետր, Իծյա քարը 3125 մետր։ Այս անունները հիշիր բարեկամ, որովհետև նրանք մեր պատմության լեռնացած վկաներն են եւ այսօր նրանք միայնակ դիմադրում են հողմերին, բայց լեռները չեն մոռանում իրենց որդիներին։ Լեռները հիշում են նրանց, ովքեր քայլել են իրենց լանջերով, կռվել են իրենց թեշերին ու խոստացել երբեք չընկճվել։ Եթե ուզում ես ուժեղ լինել, եղիր Քիրսի պես անհնազանդ, Մռավի պես անսասան, դիզափայտի պես խրոխտ։ Եթե ուզում ես հաղթել, եղիր Պուլուպուղու նման, խոսքդ թող զենք լինի, կամքդ վահան, իսկ հավատքդ լեռ։ Պենդ կացեք, տեմ կացեք, լեռները մեզ են նայում։